Իրականում մենք դա անում ենք մեր աղջիկ երեխաների դաստիարակության ժամանակ։ Ես դա ցավով եմ ասում, բայց մենք մայրերս անգամ դա անում ենք մեր աղջիկների հանդեպ, երբ որ հաճախ ու պարբերաբար դա ասում ենք դու չես կարող կամ դա տղու գործ է։ Չկա առանձին տղու կնոջ գործ։ Մենք դա չպիտի ասենք։ Մենք չպիտի երբեք մեր աղջիկներին ասենք, որ դու ոչ թե մի երազի, մենք չենք խրախուսում իրենց երազանքը։ Ոչ թե ասում ենք մի երազի, այլ չենք խրախուսում։ Թող երազեն, իրենց երազանքի հետևից գնան եւ մենք ասենք այո, դու կարող ես, ինչ ուզես կարող ես դառնալ, ինչով ուզես կարող ես զբաղվել։ Երբ որ մենք դա ասենք մեր աղջիկներին, նրանք այդ հարցը այլևս իրենց չեն տա մեծ տարիքում ու հատկապես պաշտոնների ժամանակ։ Ցավոք սրտի մենք դա անում ենք մեր աղջիկների հետ առանց անգամ նկատելու եւ ես շատ հաճախ եմ իմ ընտանիքում, մոտիկ ընտանիքում, իմ քրոջ եւ այլ հարազատ աղջիկների ընտանիքում արգելում աղջիկներին ասել, «Չիկ դու աղջիկ ես, այս բանը մի արա, դու աղջիկ ես, այսպես պահի քեզ»։ Դա կապ չունի, եթե լավ վարք է, թող այդպես պահի, բայց նաեւ տղան Եթե վատ վարք է, թող այդպես չանի, ոչ աղջիկը, ոչ տղան։ Այս տարբերակումը մենք անընդհատ դնում ենք, առանց նույնիսկ դա նկատելու։ Ու այդ է պատճառը, որ հետագայում ինքնավստահության պակաս կա աղջիկների կանանց մեջ իրենց ուժերի հանդեպ։ Երբեք դա պիտի չանենք, եկեք մենք ինքներս մեզ դաստիարակենք դա չանել։ Ես հատկապես խոսում եմ մայրերի հետ։ Եվ հայրերն էլ նույնպես, որովհետև դա նրանք էլ դաստիարակվել են իրենց մայրերից, չէ՞, տղաներին կարելի է, աղջիկներին ոչ։ Հետևաբար եկեք թույլ չտանք վատ բանը բոլորին եւ թույլ տանք լավ բանը բոլորին, մեր աղջիկներին էլ, տղաներին էլ։ Եվ երբեք մեզ իրավունք չվերապահենք սահմանափակել մեր աղջիկների երազանքները։ Եթե դա չանենք, մենք իսկապես 10 տարի հետո ձեզ երաշխավորում եմ ուրիշ աշխարհում կապրենք։